Այսօր Քոչարյան Անդոնը ինձ անձնական վիրավորանք հասցրեց իմ ինտելեկտին։ Բարև ձեզ։ Հարգելի հետևորդ, սենց համառոտ բացատրեմ, որտեղ դա վիրավորանք էր բոլոր խելացի եւ ինտելեկտուալ մեր քաղաքացիների համար։ Ուրեմն ինչ եղավ ազգային ժողովում, այսօր մայիսի 8-ն է, երկրապահի օրն է, այդ Քոչարյան Անդոնը Ստանիսլավսկու ոչով մի հատ ներկայացում բեմադրեց, կանչել էր մեր անչափահաս դատախազին, վրան մատ էր թափ տալի, ինքնահաստատվում էր, ասում էր ես չկարողացա գնամ Վազգենի գերեզմանին, խունկ վառեմ, որտեղ հոկտեմբերի 27-ը բացահայտված չի։ Ու բերում էր սենց, սա մեռավ, այն մեկին սպանեցին, ոնց էլի, սենց, իրան դրել էր Վարդան Ղուկասյանի տեղը, հիշեցի նրա այդ հաղորդումը էլի։ Բայց մոռացել է, որ իրանք իշխանություն են, ու դա իրանց ձեռքում է։ Հիմա, լսիր, Քոչարյան Անդոն, այ ոնց է մտածում խելացի մարդը, լսեք, դուք այսքան տարի ոչինչ չեք ստանում Նայիրի Հունանյանից։ Ես համոզված եմ, որ դա ձեզ պետք չի բացահայտել, դա ամբողջը թատրոն է, պարզապես մարդկանց համար, Քոչարյանը հենց խոսում է, հետևից հիշում է կամ մարտի 1 կամ հոկտեմբերի 27։ Ձեզ դա պետք չի։ Եթե ձեզ պետք լիներ, այ հիմա ասում եմ, թե ինչ անեք։ Ժողովուրդ, սա տարածեք, որ հասնի իրանց ականջի, էլի, ու լրագրողների, որ առաջարկեն, ազնիվ լրագրողների։ Նայիրի Հունանյանի խափանման միջոցը փոխեք։ Բերեք ազատ ռեժիմի, մի հատ առանձին խուց տվեք այդ մարդուն, համակարգիչ տվեք, հեռախոս տվեք ձեռքը, այսա կասեմ ինչի, որ այդ մարդու հետ հանգիստ շփում լինի, սովորական, լրագրողները կարողանան գնան, հանդիպեն այդ մարդը մարդկանց այդ շփման կարիք ունի, այսքան տարի դուք պահում եք 7 դռան, 7 կողպենքի հետևում ազգային անվտանգության ամենախորը զնդանում։ Այդ մարդը կշփվի մարդկանց հետ։ Միգուցե ձեր քննիչները ինչ որ չեն կարողանում նրանից ստանա ինչ որ մի ուսանողուհի ժուրնալիստիկայի ֆակուլտետից կամ չգիտեմ համալսարանի իրավագիտության կամ եսիմ քրեագիտության, էլի կրիմինոլոգիայի։ Միգուցե լրագրողների մոտ ստացվի, միգուցե հետքը կարողանա գնա Նայիրի հետ նենց խոսա, նենց սրտի բանալին գտնի, Նայիրին խոստովանի։ Նայեք, մարդ միշտ իր կյանքի վերջ փորձում է սիրտը թեթևացնի, սենց ինչ որ մի տարբեր զգացմունքներ կա էլի մարդու մոտ, իր անունը ավելի բարձրացնի, իրան մտցնի պատմություն, էլի։ Օրինակ Նայիրին, որ ուզեց հետմահու մի նամակ թողնի, ում է թողնելու այդ նամակը, իր խոստովանությունը, ում պետք է թողնի, Աբազյանին, ազգային անվտանգությանը, որ տեղում վերցնեն ոչնչացնեն, ու դուք էլ դա շատ լավ գիտեք։ Միգուցե Նայիրի մոտ գան, օրինակ, իրավապաշտպան այդքան կազմակերպություններ կան, ՄԱԿ-ից կա, մարդու իրավունքներից կա, բռնավորների այդ գործերով զբաղվող, դեսպանատներից։ Միգուցե այդ մարդը մեկին գրի, գրանցի մի հատ նամակ գրի, մի երկտող թողնի բացատրություն հետմահու։ Դուք նայեք, այս ամեն ինչը բացառում եք, որ հոկտեմբերի 27-ը չբացահայտվի։ Այ ես տենց եմ մտածում, ու խելացի մարդն էլ է տենց մտածում։ Ամբողջ աշխարհում ինչքան ահաբեկիչ, հանցագործ կան, տարբեր սերիական մարդասպաններ, նրանց մոտ միշտ եղել է այցելությունների հնարավորություն, հոգեբաններ են գնացել, բիոգրաֆներ գրել են, հոդվածներ, խոսացել, տեսել այցելություններ ա եղել։ Իմաստը որն է, որ դուք Նայիրին պահում եք 7 կողպենքի հետևը։ Այդ է իմաստը, որ դուք բոլորը այդ իշխանություններով էլի, դուք նույն շանցից կերածն եք, Լևոնից սկսած, Լևոն, Քոչարյան, Վազգենի դեբիլ ախպերն էլ թիմի մեջ, Սերժ, Նիկոլ, դուք նույն այդ այլասերված քաղաքականություն կոչվող այդ շանցից կերածն եք։ Դրա համար ձեզ պետք չի դա բացահայտեք ու սենց թատրոն ես սարքել։
Միգուցե նայրին օրինակ տակ այսօր սովորական համակարգիչ հեռախոս, որ մարդը տեսնի, ծանոթանա դեսա, քանի տարի է, 27-28 տարի է աշխարհից հետ է մնացել։ Միգուցե բլոգեր դառնա, միգուցե ինչ-որ մի բլոգերի հետ կարողանա ինտերվյու տա, միգուցե ես համոզեմ, հետը խոսամ, միգուցե մեկ ուրիշը խոսա, միգուցե ինքը դառնա նայեք բլոգեր, ինքը այսինքն ուղիղ եթերով դնի ու ամեն ինչ պատմի, որտեղ ձեզ այդ ամեն ինչը պետք չի։ Դուք որ այդ իմ ասած քայլին դիմեիք, վաղուց էր Նայիրի Հունանյանը սիրտը բացել ժողովրդի առաջ։ Այս հարցը երբևիցե ձեզ չեն տալի, ինչի է Նայիրին խիստ այդ ձևի ռեժիմի տակ, որտեղ Նայիրին ինչ խոսա պետքա դուք վերահսկեք, որ ավել բան չասի, իսկ ավել բանը իսկական պատվիրատուներն են։ Այստեղ եմ ես համարում, որ դուք ձեր այդ ելույթով ապտակեցիք, ասենց ասի, վիրավորեցիք իմ բանականությունը, իմ ինտելեկտը եւ Հայաստանի խելացի ազգաբնակչության։ Սարքելով այդ ներկայացումը կրկին Ստանիսլավսկու ոճով, ասենց արցունքներ պակասում ձեր աչքից, ասում ես, խունկ չկարողացավ առեմ, որտեղ երեսատեղ չունեի Վազգենին ասի։ Իմ ասածը արեք, եթե դուք իսկապես կամք ունեք այդ ոչրագործությունը բացահայտելու։ Թե չէ, ինչ թատրոններ, ասում եմ, դուք, ասում եմ, դուք պետքա դերասան լինեք, հայկական բեմը մի հսկա աստղի է կորցրել ձեր կերպարի մեջ, էլի, դուք մեր բեմի եւ կինոյի հսկա աստղ կլինեիք, այդ ձեր ոճով։ Իսկանը, իսկ ժողովուրդ ջան, ձեզ կխնդրեմ, սա տարածեք, թող լսեն, թող իշխանությունները հասկանա, որ պետք չի վերջացնեն, էլի, մարդկանց ժողովրդին եշի տեղ դնեն։ Դրա համար ես այսօր որոշեցի խոսալ, ես ընդհանրապես մտադրություն չունեի, էլի, ես երեք էի ձայնագրել բան իրար վրա։ Բայց իսկապես Քոչարյան, Անդոնի այդ ելույթը իմ վրա ազդեց, էլի, այս աստիճան մարդկանց ծաղրեն, այս աստիճան ոնց որ գժի տեղ դնեն։ Դրա համար խնդրում եմ տարածեք, սա որ ամեն տեղ մարդիկ լսեն, որ իշխանությունն էլ հասկանա, որ ուրիշ բաներ պետք է մտածի։ Իսկ ինչ որ կապված է Նայիրի հետ, Նայիրին արդեն երիտասարդ չի։ Սպասում է միջև նա հենց այդ ձև, ասենց ասած, բերանը փակ մահանա։ Մահվանն է սպասում, որ այդ գործը վերջնականապես փակվի։ Իսկ Քոչարյան Անդոնը պարզապես թատրոն է խաղում։ Ուզում է Քոչարյանի մի բան ասի, ուզում է քաղաքական դիվիդենտներ ձեռք բերի, էլի քաղաքացիական պայմանագիր է, այդ թե որն է սրա իմաստը։ Հենց որ շնորհակալություն լսելու համար տարածեք, ժողովուրդ ջան, դե բաժանորդագրվեք, եթե ես ձեր դուրը գալիս եմ, ով ինձանից զզվում է, թող չլսի։ Այսքանը։ Ու լայք դրեք։ Շնորհակալություն, հաջողություն։